Կիրակի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Պատերազմի վերած վտանգն ու Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների վերջին փորձը։ Ինչ խնդիրների կբախվի Հայաստանը, եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին եւ ինչ մտավախություններ ունի Ադրբեջանը։ Զինված ուժերն ուշադիր հետևում են բոլոր տեղաշարժերին։ Հասկացա, որ իրենք իրենց ուժերով չեն կարող։ Կհարված ենք յուրաքանչյուրին, ով կհարձակվի կամ կհետապնդի։ Ինչ մասշտաբի հարձակում կամ գործողություն կլինի, կպարզենք նա ճիշտ էր, թե ոչ։ արժանանալու պատասխան թիրախավորման։ Առողջապահական համակարգի անարդյունավետ կառավարումն ու անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին դրսում պահելու պատճառները, արդյոք բուժկենտրոնը նախարարությունից բանավոր հրահանգ էր ստացել եւ ինչու է բուժօգնության շարունակականությունը պարտադիր։ Եթե ձեր ինքնազգացողությունը վատանա մի տարածքում, որտեղ մարդիկ չկան, հիվանդանոցում հրաժարվել էին ընդունել։ Ասի որ կիրակի օրը փող են ուզում։ Արդեն ունենք բժշկական կենտրոնների ֆինանսավորման խնդիր։ Հակակարգտային կայանների մշուշոտ ապագան կամ գյուղացու ցանկատարածությունները վտանգի տակ, ում հաշվեկշռում են գտնվում կայանները եւ ով է պատասխանատու դրանց աշխատանքի համար։ Այսի կարգավորականներից մեկն է, սա վերքերին վնասել է։ Կարգավորականները բոլորն աշխատել է, կառավարման խնդիր կար։ Եթե տեղումները սկսվի ինքը նորցի կրակել, ոչ մի արդեն ցիտա դա կիրառելը անհնար է, որովհետեւ դրանք հրթիռներ են։ Չի կարող հասնել իրենց կամ ինչ-որ վնաս տալ։ Հրթիռը փոքր է։ Խրամատների վերածված փողոցներն ու հսկայական փոսի պատճառով ճակատային բախումը, ինչպես էին մոտ 2 տասնյակ հրշեջ տևական ժամանակ պայքարում հրդեհի դեմ եւ ինչ է իրականում տեղի ունեցել ավտոմրցույթի ժամանակ։ Յակ փագեն։ 2-3 ամիսա կա։ Այսի անբադողերի հետքերն է։ Ռեմենն ապրիկել է։ Պատերազմի մասնակցի ծանր խոստովանությունն ու կոմունալ տարրական պայմանների բացակայությունը, ինչպես է հաղթահարում տեսողության, լսողության եւ նյարդային համակարգի հետ կապված խնդիրները եւ ինչու են անխոցելի միայն մահացած հերոսները։ Ուրիշ չկար, որ պետք է հետ գա։ Աղոթքների շնորհիվ ինքը հրաշքով հետ է եկել։ Աշխատեց, ասեց էլ չեմ տարում։ Փող չեմ գնացել, ամելանորից։ Պահովնիա դիպն է։ Տեսողությունս պայտակ կորում է։ Իսկ հերոսներ ոտք չունեն, ձեռք չունեն։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։